Ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Եփրեմ խանը Եփրեմ Դավթյան ծնվել է 1868 թվականին Հայոց Գարդմանք գավառի Բարսում գյուղում։ 17 տարեկանից մասնակցել է ֆիդայական շարժմանը, գործել Սասունում եւ Մուշում։ 1890 թվականին մասնակցում է Սարգիս Կուկունյանի արշավանքին, ապա ձերբակալվում եւ շղթայակապ աքսորվում Սախալին, որտեղից փախչում է 1896 թվականին։ 1897 թվականին մասնակցում է Խանասորի արշավանքին, 1899-1902 թվականներին ուսուցչություն է անում Ատրպատականում, ակտիվորեն մասնակցում է 1905-1911 թվականների իրանական հեղափոխությանը, կազմակերպում եւ ղեկավարում Իրանի հակաշահական ուժերը։ Իրանի ժամանակավոր կառավարությունը նրան շնորհել է Սարդարի, այսինքն մարշալի կոչում։ Եփրեմ խանը եղել է Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար եւ ոստիկանապետ։ Մասնակցել է շուրջ 60 մարտի, զոհվել է 1912 թվականի մայիսի 6-ին, թաղված է Թեհրանի Հայկազյան, այժմ Դավթյան դպրոցի բակում։ Անձնական իրերը պահպանվում են Սպահանի առաջնորդարանի թանգարանում։ Թեհրանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան։ Բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Հաղորդումը սկսեմ մեր վարպետի Ավետիք Իսահակյանի հետևյալ խոսքերով։ Շապուրների ու հասկերտների, շահաբազների ու աղամահմեդների ձերի սմբակների տակ Հայաստանը վերածվեց մոխրի, սակայն այդ մոխրից վերհառնեց Եփրեմը եւ իր անձնազոհ մարտիկներով, որոնց ձերը հաղթական անցան նույն շապուրների ու շահաբազների մոխրի վրայով։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է մեր ազգային ազատագրական շարժման պայքարի նշանավոր դեմքերից Եփրեմ խան Դավթյանին։ Մեր հաղորդման հյուրն է պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Գևորգյանը։ Բարի գալուց, պարոն Գևորգյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պարոն Գևորգյան, թվում է, որ կարծես թե մեր բոլոր ֆիդայիներին, հայդուկներին, առավելևս հայտնի իրենց գործունեությամբ հայտնի գործիչներին, բոլորին ճանաչում ենք շատ թե քիչ, սակայն արդեն տասնամյակներ շարունակ, եթե չասեմ արդեն 100 տարի, ի տարբերություն մեր անվանի մյուս ֆիդայիների ոչինչ չգիտենք կամ գրեթե ոչինչ չգիտենք, անգամ չենք էլ լսել Եփրեմ խան Դավթյանի մասին։ Եվ ցավոք սրտի մինչև այժմ էլ ինչպես հարկն է կամ ինչպես պետք է չգիտենք։ Եփրեմ խանի մասին մեր հայրենական պատմագիտության մեջ ես չեմ հիշում պատմագիտության ընդհանրապես ես չեմ հիշում բացի ինձնից ուրիշ որևէ մեկը անդրադարձել է թե ոչ թեև Սփյուռքում Եփրեմ խանի մասին Անդրեյ Ամուրյանը, Էլմարը աշխատություններ են գրել, ընդարձակ գրքեր են հրատարակել, բայց մեզ մոտ Եփրեմ խանի մասին հրապարակները քիչ են այդ պատճառով է։ Սփյուռքում էլ բացի այդ 1-2-ից, նույն Սփյուռքում էլ Եփրեմ խանը հայտնի չէ։ Դա էլ իր պատճառներ ունի, նախ Եփրեմ խանի գործունեությունը որպես նշանավոր անհատի դա կապված է պարսկական հեղափոխության հետ, երբ նա դարձավ սահմանադրական բանակի, Իրանի սահմանադրական բանակի գլխավոր հրամանատարը։ Իսկ այն գործողությունները, դրվագները, պատմական այն ժամանակահատվածը, երբ ասենք Եփրեմը պիտի մասնակցեր մեր ազատագրական պայքարին, բուն Հայաստանում այդպիսի գործեր քիչ կան, դրա համար էլ քիչ են անդրադառնում։ Երիտասարդ տարիքում նա զոհվեց։ Այո, երիտասարդ տարիքում, այո, եւ դժբախտաբար, որտեղ նա 12 թվականին երբ զոհվեց, նա մեծատաղան զորավար էր։ Եթե Եփրեմի նման զորավարները մնային, միանգամայն պարզ հասկանալի կլներ, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակ Եփրեմը իր վճռորոշ խոսքը կասեր։ Մենք ցավալի կորուստներ ունեցանք։ Այսինքն մենք պայմանավորել նրանով Եփրեմի մասին չիմանալը կամ չհանրայնացնելը նրա կերպարը եւ գործը, մենք այդ պարսկական հեղափոխության մասնակցությամբ, թե նաեւ այդ պայմաններ կան, այդ պատճառները։ Ուղղակի Եփրեմի գործունեությանը քիչ են անդրադարձել։ Խնդիրը սրանում է, որտեղ Եփրեմի գործունեությունը, տեսեք, եթե վերցնենք հայ ինքնապաշտպանական կռիվներին 15 թվականի
Եփրեմը չկար, որ մասնակցեր, ամենակարևորը դրան էր։ Մայիսյան հերոսամարտերի մոտ նա արդեն զոհվել էր։ Դրա համար եմ ասում, դժբախտաբար մեր երկու ամենանշանավոր ռազմական գործիչներ Նիկոլ Դումանը եւ Եփրեմը նրանք ի դժբախտություն մեր ժողովրդի վաղաժամ հեռացան կյանքից եւ չմասնակցեցին մեր ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող գործողություն։ Այո, մնացին ստվերում։ Այո, հատկապես Եփրեմը։ Պարոն Գևորգյան, մինչև բուն այդ պարսկական կամ իրանական հեղափոխության մասնակցությունը դուք արդեն ասեցիք, մինչև դրան անդրադառնալը խնդրում եմ մեր հայրենակիցներին ներկայացնեք Եփրեմի տեղն ու դերը, Եփրեմ Խանդավցյանի տեղն ու դերը ընդհանրապես մեր ազատագրական պայքարում։ Ցավոք ասեցիք շուտ զոհվեց եւ շատ մարտերի չի մասնակցեց, սակայն դեռևս Կուկունյանի կարծեմ արշավանքից, Խանասորի արշավանքից, հետագա տարիներին չէ ակտիվ դեր ունեցել։ Առաջին մարտական խումբը, որը պետք էր մեկներ երկիր, դա Կուկունյանի խումբն էր, որին մասնակցեց նաև Եփրեմը։ Երիտասարդ է, չի տարիքով է փոքր եղել։ Այո, 20-21 տարեկան էր ընդամենը։ Սակայն մինչև այդ արդեն ընդգրկվել էր, չէ՞, այո, ընդգրկվել էր, այո, մեր ազատագրական պայքարում նա ընդգրկվել էր եւ առաջին իսկ փորձը, երբ Կարսի նահանգից պետք է մարտական խումբ անցնեին երկիր, ահա Եփրեմը զինվորագրվեց Կուկունյանի մարտական խմբին, բայց Կուկունյանը չկարողացավ անցնել, որովհետեւ ռուս սահմանապահները դիմադրեցին, մի մասին գնդակարեցին, մի մասին ձերբակալեցին, հիմա տեսեք, Եփրեմին ակսորել են այստեղ շատ հետաքրքիր դեպք է կապված նրա կենսագրության, Եփրեմին ակսորել են Սախալին, ինչպես է նա կարողացել Սախալնի ձմռան այդ խստաշունչ պայմաններում փախնել բանտից, որը հսկում էր ռուս ուրեմն զինվորների կողմից, ոստիկանների կողմից, նա կարողացել է Սախալինից մեծ դժվարությամբ հասնել մինչև Ամուր գետ եւ այդ գետով հասնում է մինչև Հայաստան, ապա մեկնում է Պարսկաստան։ Իրավիճակի իսկական ոդիսական է։ Եփրեմի այդպես էլ կոչվում է, Եփրեմի զարմահրաշ ոդիսականը, դա սովորական ոդիսական չէր։ Եվ Եփրեմը ճիշտ եւ ճիշտ այն ժամանակահատվածում է հանգրվանում արդեն իր հայրենիքում, երբ արդեն Նիկոլ Դումանը մտահղացել էր կազմակերպել զուտ վրեժխնդրության նպատակով Խանասորի նշանավոր արշավանքը։ Եւ Դումանի սուր աչքից չի վրիպում Եփրեմը եւ պատահական չէ, երբ կազմավորվում է արշավախումբը 30 հոկանոց հեծելազոր կար, հեծելախումբ, Սևկարեցի Սակոն էր հրամանատարը, 2 տասնյակից էր բաղկացած։ Մեկի հրամանատարը նշանակում են հենց Եփրեմին։ Եփրեմը Սակոյի գլխավորած հեծելախմբի հրամանատարներից մեկն էր։ Այսինքն չնայած նա երիտասարդ տարիքին նման պատասխանատու այո, հանձնարարություն է գործեն, այո, իսկ հեծելախումբը նա եւ հարձակման ժամանակ եւ հատկապես պաշտպանության նահանջի ժամանակ նա պետք է պաշտպաներ արշավախմբի նահանջը եւ Եփրեմին Նիկոլ Դումանը շատ ճիշտ կարողանում նկատել նրա որպես տաղանդավոր ռազմիկի եւ Խանասորի արշավանքի ժամանակ Եփրեմը իրեն այո շատ փայլուն կերպով է դրսևորում, բացի դրանից 1905-6 թվականներին հանրահայտ է, որ Կովկասում բռնկվեց հայ-թուրքական ընդհարումները, ցարիզմի քաջալերանքով սկսեցին հայկական կոտորածները։ Այդ կոտորածների ալիքը կարող էր տարածվել նաեւ Սալմաստ, նաեւ Թավրիզի շրջան, Գիլանի շրջան, այո, այսինքն Պարսկաստանի հայաբնակ վայրերում։ Եվ այստեղ Եփրեմը Գիլանի նահանգում էր, նա մեծ գործ է կատարել, ինքը Դաշնակցության անդամ էր եւ Դաշնակցության տեղի կոմիտեի անդամ է եղել եւ նա կարողացել է շատ լավ կազմակերպել ինքնապաշտպանությունը, այնպիսի մարտական խմբեր է կազմավորել, որ թուրքական կողմը չի համարձակվել այդտեղ հայկական կոտորածներ սանձազերծել։ Այստեղ անշուշտ պետք է նշել Եփրեմի վճռորոշ դերակատարությունը, որ նա կարողացավ կանխագուշակել, որ հայություն, փրկությունը կազմակերպած ինքնապաշտպանության մեջ է։ Այլապես, այո, այդ շրջանում էլ հայերը կկոտորվեին։ Եվ նա կարողացավ այնպիսի մարտական պատրաստություն բերել տեղի հայությանը, որ թուրքերը չհամարձակվեցին ոտնձգություն անել հայերի նկատմամբ։ Այստեղ Եփրեմի դերակատարություն անշուշտ դրական է։ Շնորհակալություն, հարգելի բարեկամներ, այժմ դիտենք ակնարկ իրանական հեղափոխության եւ այդ հեղափոխության մեջ Եփրեմ Խանդավցյանի դերակատարության վերաբերյալ եւ շարունակենք մեր հաղորդումը։
1905-1911 թվականներին Իրանում տեղի ունեցել սահմանադրական հեղափոխություն։ Ժողովրդի ճնշմամբ ընդունվել է սահմանադրություն, գումարվել խորհրդարան։ Ժամանակավոր ճնշումից հետո Եփրեմի գլխավորած հայկական եւ պարսկական սահմանադրական ուժերը գրավել են Թեհրանը, կահնկեց Արել Շահին, ստեղծվել է ժամանակավոր կառավարություն։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար է նշանակվել Եփրեմ խանը, կրկին գումարվել է խորհրդարանը։ Իրանական հեղափոխության 24 նշանավոր գործիչներից 16-ը հայեր էին։ Աչքի ընկնող գործիչներից էին Ռոստոմը, Նիկոլ Դումանը, Քերին։ Պարոն Գևորգյան, ակնարկ նշեցի, դուք ձեր խոսքում արդեն հիշատակեցիք, այդ 1909-ից 11 թե 9-ից 12 թվականների այդ իրանական կամ պարսկական այդ հեղափոխությունը կամ սահմանադրական շարժումը, ինչպես դուք ասեցիք, առաջին հայացքից տարօրինակ է հնչում, սակայն Եփրեմ Դավթյանը դարձավ այդ իրանական սահմանադրական հեղափոխության բանակի գլխավոր հրամանատար եւ ոստիկանապետը կարծեմ նաեւ։ Սկզբում ոստիկանապետն էր եղել, հետո նոր գլխավոր հրամանատար։ Ինչ գործ ունեին մեր հայրենակիցները Իրանում։ Արդյոք Արևմտյան Հայաստանի, բուն Արևմտյան Հայաստանում ֆիդեական շարժում ավելի ճիշտ չէր լինի այդ մեր ուժերը, որոնք առանց այդ էլ փոքրաթիվ են, գիտենք որ ֆիդայիները շատ քիչ էին քանակով, օգտագործվեին Արևմտյան Հայաստան երկրի ճակատով։ Ճիշտ է, այդպիսի հենց տեսակետ էլ կար, որ հայությունը չպետք է մասնակցեր իրանական պարսկական հեղափոխությանը, բայց այստեղ մի նրբություն կա, երբ Իրանում տապալվեց շահի ռեժիմը, երբ երկրում հաստատվեց մեջլիս, շահի մահից հետո Մուհամեդ Ալին նրա որդին դարձավ շահը, եւ նա ժողովրդի այդ ընդվզումը խաղաղեցնելու համար թույլատրեց ընտրություններ կատարել պարլամենտ, մեջլիս, բայց հետո հետագայում հիմնվեց հետագայում մեջլիսի եւ շահի հարաբերությունները ծայրահեղ լարվեցին եւ վերածվեց պատերազմական գործողությունների։ Քանի որ սահմանադրական ուժերը չունեին բավարար փորձ պայքարի, չունեին մարտական կռիվներ վարելու փորձառություն չունեին, նրանք դիմեցին դաշնակցությանը։ Իսկ դաշնակցությունը փորձառություն ուներ, կային անվանի ռազմական գործիչներ, ֆիդայիներ, եւ դիմեց դաշնակցությանը օգնելու, որպեսզի դաշնակցությունը ռազմական ուժեր, փորձառու գործիչներ ուղարկեր սահմանադրական բանակը ղեկավարելու համար, օգնելու համար։ Եվ ահա հատկապես Ռոստոմը նրանք համաձայնվեցին եւ Դաշնակցության 4-րդ ընդհանուր ժողովը 1907 թվականի Վիեննայում կայացած որոշեց, որ մասնակցել պարսկական հեղափոխության, որովհետեւ պարսկական հեղափոխությունը պետք է որ նոր իրավակարգ ստեղծեր սահմանադրական, դեմոկրատական, ժողովրդական, ահա այդպիսի բայց դրանից հետեւյալը, որ դա կարող էր նաեւ զարթոնք, ազատագրական պայքարի այդ զարթոնքը առաջացնել նաև Օսմանյան կայսրությունում եւ Օսմանյան կայսրությունում սկսվել պայքարը սուլտանի ռեժիմի դեմ։ Պարոն Գևորգյան, բոլորս է գիտենք մանավանդ ժամանակի առավոտից Պարսկաստանում եւ Օսմանյան կայսրությունում բնակչության լայն խավերի շրջանում ինչ այսպես ասած կրթական կամ մշակութային ցածր մակարդակ է եւ այդ շարժումների միջոցով այդտեղ սահմանադրություններ եւ այլն։ Հիմա տեսեք, դրա համար երբ դաշնակցությունը համաձայնվեց եւ նման որոշում կայացվեց մասնակցելու պարսկական հեղափոխությանը եւ հաստատվեց դա ընդհանուր ժողովում, եթե ընդհանուր ժողովում հաստատվեց, դա օրենք էր, պետք է իրականացվեր։ Եվ մեր հայ մարտական ուժերը, որոնք պետք է մեկնեին Իրան, պետք է հրամանատար լիներ Նիկոլ Դումանը, բայց Դումանը հանճարեղ մարդ էր։ Նա գտնում էր, որ Իրանի ժողովուրդը բնավ պատրաստ չէ իր գաղափարական մյուս մակարդակով օգտվելու սահմանադրության ընձեռած հնարավորությունից եւ ռեակցիոն քաղաքականություն վարող Ռուսաստանը Նիկոլ Դումանը ավելի իրատեսորեն էր գնահատում եւ նա հրաժարվեց գնալուց եւ դաշնակցական այդ խումբը որ պետք է մեկներ հրամանատար նշանակեցին Սևքարեցի Սակոին, բայց Սևքարեցի Սակոնը ճանապարհին մահանում է, որից հետո Քերին, Ռոստոմը մյուսներն են գնում եւ մասնակցում են իրանական այդ հեղափոխությանը եւ պիտի ասել որ
այն սկզբնաղբյուրները, որոնք պատկերում են հայ զինական ուժի մասնակցությունը իրանական հեղափոխությանը, հատկապես քերու գլխավորությամբ փայլուն մասնակցություն են ունեցել։ Եվ մինչև այն պահը, երբ ռուսական զորքը, ինչպես որ Նիկոլ Դումանն էր կանխատեսել, ռուսական զորքերը իհարկե ցարիզմը չէր կարող հանդուրժել, որ հեղափոխության ալիքը տարածվել է Իրանում, հաղթանակ տանի եւ այդ ալիքը տարածվի տարածվել։ Եվ դրանից հետո հեղափոխության ալիքը մի կողմ թողնենք։ Հաղորդման սկզբում դուք ասացիք, որ Եփրեմ խանը նրա քիչ ճանաչված լինելը նաև որպես պատճառ կամ պայմանավորված է այն հանգամանքով, որ նա 12 թվականին զոհվեց եւ ինքնապաշտպանական 15-ի մարտերին առաջին հանրապետություն եւ այլն չմասնակցեց եւ այդ իսկ պարզ պատճառով ճանաչված։ Տեսեք, եթե այդ հեղափոխական ալիքը իրանական Ինչ եմ ասում, մենք հայերով ինչ գործ ունենք, թող Պարսկաստանում էր այդ համանդրական շարժումը, պարսիկներ ասենք երկու խումբ էին, թող երկու խմբով իրանց միջև հարցերը լուծեին, Եփրեմ խանի նման այդ քաջ եւ պատրաստված տաղանդով օժտված այդ ֆիդային էլ չեր զոհվի, 15 թվականին նրա կարիքը բոլոր դեպքերում կզգացվեր։ Եփրեմ խանն էլ էր նայել կարծում էր, որ Պարսկաստանում հեղափոխության հաղթանակը սահմանադրական, ուրեմն իրավակարգի հաստատումը կարող են նաև մեծապես նպաստել Թուրքիայում հեղափոխական ալիքի տարածմանը, այնտեղ էլ սահմանադրական ժողովրդական կարգերի սուլտանի տապալման եւ դեմոկրատական ժողովրդական վարական կարգերի հաստատմանը։ Եփրեմն էլ Սուլտան տապալվեց, տեսանք, այդ երի թուրքերը հեղափոխական առաջադիմական։ Խոսքը Եփրեմի մասին է։ Եփրեմն էլ նույն գաղափարն էր տավանում։ Նա էլ տարված էր հեղափոխությամբ եւ նրա գլխավոր նպատակը այն էր, որ Պարսկաստանում հաստատվեր դեմոկրատական կարգեր եւ պարսկական հեղափոխության ալիքը տարածվեր նաեւ Թուրքիա, Օսմանյան կայսրություն։ Եվ նրա նախաձեռնությամբ հենց երբ ռուսական զորքերը հեռացան Պարսկաստանից 8 թվականին հեռացան, Գիլանում հենց նա սկսեց ապստամբությունը, նորից շահը վերադարձավ, նորից Գիլանում, նաև Թավրիզում, Ատրպատականում սկսվեց նոր հեղափոխական շարժում։ Ահա այդ հեղափոխական շարժմանը ակտիվորեն մասնակցեց նաև Եփրեմը։ Նա կազմակերպել էր մարտական խմբեր Գիլանում, Ռաշտոնում եւ այլն, պատրաստում էր, որպեսզի սկսեր արշավեր Թավրիզ, ապա նաև Թեհրան։ Նրան բավարար ուժեր զենք զինամթերք չկար։ Արդեն Թեհրանը գրավեց, չէ՞։ Այո, վերջում։ Նա գնաց Բաքու, որպեսզի Նիկոլ Դումանի զենք խնդրի, իսկ Նիկոլ Դումանն էլ նրան շատ քիչ զենք է տվել, ասել է, որ գործ չունես այդ հեղափոխության մասնակցելուց, զենքը կտանես հայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, որոշակի քանակությամբ զենք տվել է, բայց Եփրեմը փոքր խմբերով սկսեց իր արշավանքը 1909 թվականի հունվարից սկսեց մի փոքր խմբով, թող զարմանալի չտվա, խմբի մեծ մասը վրացիներ են եղել։ Նաև խմբի անդամներ եղել են պարսիկներ եւ թուրքեր։ Թուրքերն էլ մասնակցել են հեղափոխությանը։ Փոքր խումբը վրացացած հայեր։ Այո։ Ծագումով հայեր են եղել։ Եվ զարմանալի է։ Մեկը մյուսի հետևից գրավելով բազմաթիվ քաղաքներ, Ռաշտ, Էնզելի, ապա նաև Թավրիզ, ուղղակի զարմահրաշ հաղթանակներ է տանում Եփրեմը, որպես կանոն անհամեմատ փոքրաթիվ ուժերով։ Եփրեմի տարած հաղթանակները ուղղակի ինչ ասեմ հեքիաթային են, անհավատալի են։ Նա կարող էր ասենք մի 30-40 հոգու հաղթել մոտ 1000 հոգանոց մի զորախմբ։ Իհարկե, պարոն Գևորգյան, Եփրեմի եւ նրա մարտիկների այդ անձնական այդ խիզախությունը Եփրեմի զորավարական տաղանդը անուրանալի է։ Դրա արժեվ պետք է գլուխ խոնարհենք եւ հպարտանանք։ Հիմա տես։ Ցավը նա է, որ այդ ամենը կատարվում էր հանուն ոչ մեր հողի, հանուն ոչ մեր երկրի։ Դա է իրականությունը, այո, ցավ է։ Արդյունքն է մենք չպետք է վայելենք։ Բայց Եփրեմին մենք ինչի ենք, ասենք մեծարում, Եփրեմը ինչի է պատմության մեջ մնացել, հենց դրա համար, որ նա կարողացավ իր վճռորոշ մեծ դերակատարություն ունենալ պարսկական հեղափոխությունում։ Հասկանում եք։ Մարշալի կորչում չէ ստացավ Սարդարի թե մարշալի կորչում։ Նա կարողացավ հասնել մինչև Թեհրան եւ ներխուժել, գրավեց Թեհրանը եւ ռուսական զորքի հրամանատար Լյախովը եկավ հանձնվեց իր սուրը դրեց Եփրեմի ոտքերի տակ։ Գեներալ Լյախով, որը հետագայում արդեն նա դառնում է կորպուսի հրամանատար, Երզնկա Էրզրումի այդ շրջանի կորպուսի հրամանատարն է դառնում Լյախովը եւ բավականին լավ է տրամադրված եղել հայության նկատմամբ։ Եփրեմը այո, այդպիսի կարողացավ անհավանական քայլ կատարել, գրավեց Պարսկաստանի մայրաքաղաք Թեհրանը,
Այսինքն հաստատվեց նոր ռեժիմ, նոր քաղաքական իրավիճակ ստեղծվեց։ Այդտեղ էր Եփրեմին սկզբում դառնում է նա ուրեմն ներքին գործերի նախարար, միլպետ, այսինքն ոստիկանապետ, եւ հետագայում նա ստանձնում է գլխավոր հրամանատարի պարտականությունները։ Իհարկե կռիվները բազմաթիվ են, բազմաթիվ կռիվներում եւ պիտի ասել Եփրեմը երբեք չի պարտվել։ Ոչ մի կռվում, ոչ մի ճակատամարտում Եփրեմը չի պարտվել։ Պարոն Գևորգյան, շնորհակալություն եւս մեկ անգամ հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք ցավոք գրեթե մոռացության մատնված եւ չարժևորված եւս մեր մեկ անվանի նշանավոր ֆիդայու եւ հուսանք, որ Եփրեմի կյանքի եւ գործունեության նկատմամբ այս հաղորդումը կնպաստի, որպեսզի հետաքրքրությունը մեծանա, հատկապես երիտասարդության շրջանում։ Հարգելի բարեկամներ, լսենք Եփրեմ խան Դավթյանին նվիրված երգից մեկ հատված։ Եփրեմ խանը կարաման, արիսը հուրիետը իրանեան, վրացնա ինչպես մրիկը ուշկին, արձաղանք տվին երկին ու երկին, զենգաբադ Եփրեմ խանը կարաման, արիսը հուրիետը իրանեան, զենգաբադ Եփրեմ խանը կարաման, Եփրեմ խանը կարաման, արիսը հուրիետը իրանեան։ Հարգելի բարեկամներ, հայորդին հաղորդաշարի այսօրվա հաղորդում նվիրված էր Եփրեմ խան Դավթյանին։ Առայժմ այս քանը ճանաչենք հայորդիներին։